Անընդհատ մենք այդ ահազանգերը ստանում ենք եւ տեսնում ենք նաեւ, որ փոշու աղտոտվածության, օդի փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում եւ սրա պատճառներից մեկը այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում։ Երևանի մթնոլորտում փոշու գերավելցուկի մասին մի քանի տարի արդեն խոսում են քաղաքացիները, փորձագետները, կառավարությունը, առաջին երկուսը բողոքում են դրանից, վերջինը խոստանում է, որ շուտով հացը կլուծի եւ պարբերաբար նոր կարգեր է սահմանում դրա համար։ Պետք է ստանդարտները սահմանենք եւ ոչ միայն սահմանենք, այլև հետեւական լինենք այդ ստանդարտների իրականացման եւ ներդրման եւ պահպանման առումով։ Օրերս քաղաքաշինության կոմիտեն հերթական նոր պահանջներն է սահմանել շինարարության համար։ Ենթադրվում է, որ դրանց շնորհիվ էականորեն կնվազի փոշու արտանետումը մայրաքաղաքում։ Նոր կարգավորումների համաձայն կառուցապատողները պարտավոր են իրականացնել փոշենստեցման միջոցառումներ, կիրառելով փոշեճնշից սարքավորումներ։ Մասնավորապես պետք է կիրառեն փոշեվորսիչ եւ ջրային մառախուղ առաջացնող սարքեր։ Շինարարական հրապարակի կազմակերպման փուլում ժամանակավոր ճանապարհները պետք է պատվեն բետոնով կամ այլ կոշտ ծածկույթներով։ Կա կարծիք, որ այս որոշումը նույնիսկ ուշացած է եւ վաղուց էր պետք շինարարներին դնել շատ կոշտ բնապահպանական սահմանների մեջ։ Մյուս կարծիքն այն է, որ չափից շատ սահմանափակումների դեպքում առանց լուրջ հաշվարկների բնակարանաշինության ոլորտ մտած բիզնեսմենները կարող են պարզապես սնանկանալ, այդպիսով կանգնեցնելով լուրջ խնդիրների առաջ թե կիսակառույցների բնակարանատերերին, թե գլոբալ շուկան։ Երրորդ կարծիքն էլ այն է, որ նույնիսկ այս նորմերի իրականացման դեպքում Երևանում փոշու խնդիրը չի լուծվի։ Պատճառը քաղաքում եւ քաղաքամերձ տարածքներում գոյություն ունեցող հանքերն են։ Մի քանի տարի է այդ բանը ես անում եմ, նկարում եմ Սևանի ճանապարհի վրայի ավազի հանքերը, ամենաքամոտ տեղն է, այն որ ասում են Ռոզովիտրով է, այդտեղ հավաքվում է եւ քամին տանում ամբողջ փոշին դեպի Արարատյան հարթավայր։ Մեկ այլ խնդիր են ըստ բնապահպանների քաղաքում գործող շինանյութերի արտադրամասերը։ Դրանց կառուցման թույլտվությունը տալուց առաջ պետությունը պետք է շրջակա միջավայրի վրա ազդեցության լուրջ փորձաքննություն իրականացներ, սակայն դա չի արվել։ Իրավիճակի փոփոխման ուղղությամբ եւս քայլեր չեն արվում։ Իջնում ես դեպի Էրեբունի, այդ ճանապարհի վրա հենց ուրեմն կա գաջի արտադրություն։ Եվ որ տեսնեք ինչ է տեղ կատարում, իսկ յետևում մի ամբողջ թաղամասա ու կողքը գործարանը, որի այդպիսի արտանետումներ ունի։ Շրջակա միջավայրի փորձաքննությունը Հայաստանի Հանրապետությունում արվում է լրիվ ֆիկտիվ։ Գրվում է փորձաքննություն եւ շատ ժամանակ որոշ արտադրամասեր ուղղակի խուսափում են փորձաքննությունից։ Առանց այս խնդիրների լուծման շինարարության process-ի խիստ վերահսկումը, ըստ մասնագետների, գրեթե ոչ մի արդյունք չի տալու։ Փոշու զանգված օդում շարունակելու է մնալ բարձր։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։